Երբ որ ունեցա այս առաջարկությունը, ես տեսա, որ սա այն սերն է, որ ուզում է քաղաքապետարան, որ ես դա երաժշտություն դարձնեմ։ Հենց այսպես Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ եւ հատուկ պատվերով մանկապատանեկան երգչախմբի համար գրվեց մի բացառիկ աշխատություն, որի հեղինակը հենց նա է, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Տիգրան Մանսուրյանը։ Ինչպես էլ որ երգեն երեխաները, իհարկե ոմանք շատ բարձր գեղարվեստական ուժով, միևնույն է ինձ շատ հուզում է այդ ձայնը, եւ ես այդ զգացումն եմ ապրել, երբ որ այս առաջարկությունը եղել է, դրա հետ ստեղծագործական կապի մեջ մտնելու այդ ձայների աշխարհը։ Հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի սրտից ծնունդ առած ստեղծագործություններն ու անգին գոհարները նոր թարմությամբ վերածնվում են մանսուրյանական ինքնատիպ երաժշտության միջոցով։ Ժողովրդական երաժշտությունը բանավոր երաժշտություն է, գրի առնված չի գոյացել հիմնականում, շունչ միայն եւ մեղեդի, իսկ ակադեմիական երաժշտությունը պետք է նոթագրել։ Տեսակով եզակի ժողովրդական աղոթքներով եւ միջնադարյան հայրեններով համեմված այս խմբերքաշարը ներառում է հայկական ժողովրդական երաժշտությանն ու լեզվամտածողությանը բնորոշ գծեր, որոնք առանձնանում են իրենց պարզ ու մաքուր արտահայտչաձևերով։ Երեխաների համար գրել եմ ճշգրիտ ակադեմիական համակարգի սահմաններում, կարևորելով թե երգեցողական ընթացքը եւ թե մանավանդ բառային շեշտադրության համակարգը։ Աշուն էր, եղավ գարուն։ Այստեղ աշունից հետո ձմեռն է, հետո նոր է գարուն, բայց իրավունք չունես դատելու։ Ինչ որ ասել է այս հայրենի մեջ ժողովրդական խոսք ու բանի տերը, այդպես պիտի ընդունես։ Աշուն էր, եղավ Սա բացառիկ ստեղծագործություն է եւ երաժշտական եւ բանաստեղծական արժեքով, որը շատ լուրջ կրթական նշանակություն ունի մեր երեխաների համար եւ իսկապես ինձ համար մեծ պատիվ է լինել այս ստեղծագործության առաջին կատարողը մեր շատ սիրելի երեխաների հետ։ Մերօրյա հանճարեղ կոմպոզիտորի ստեղծագործությունը պատշաճ ներկայացնելու համար օրվա ընթացքում մի քանի խմբերով սաները շտապում են փորձերի։ Այսպես մեծ ոգևորությամբ նրանք պատրաստվում են մշակութային մեծ նախագծին։ Տրամադրված եմ, որ շատ լավ ելույթ ենք ունենալու եւ ուրախ եմ, որ ես մասնակցում եմ այս պրոյեկտին։ Տիգրան Մանսուրյանի գրված բոլոր գործերը ինձ շատ են դուր գալիս, հատկապես այս աղոթքներով։ Նախապատրաստական եռուզեռը նաև այստեղ, որտեղ յուրաքանչյուրն իր հերթին ապահովում է զգեստների գեղեցիկ ու ներկայանալի տեսքը։ Երևանի քաղաքապետարանի երաժշտական եւ արվեստի դպրոցների 16-րդ մրցույթ փառատոնի եզրափակիչ համերգի շրջանակներում երաժշտասեր պատանիներին կհամախմբի հունիսի 4-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք միջոցառումը, որտեղ առաջին անգամ հենց նրանց կատարմամբ կհնչի մայստրո Մանսուրյանի ժողովրդական ստեղծագործությունը։ Ես մեծապես խոնարհվում եմ հայոց լեզվի առաջ Եվ այս մեծ հարստությունը, որ կա մեր լեզվական դաշտում, անցյալի, երեխաները եթե ճանաչեն լավ է, ամեն ինչ արել եմ, որպեսզի այս շարունակությունը մեր իմացած ավանդությունների այստեղ իրենց շարունակությունը ունենան։ Սա ինձ համար լուրջ քննություն է երեխաներին հանձնել իմ աշխատանքը եւ պահանջել նրանցից։ Երբ փողոցում քայլում եմ եւ լսում եմ երեխայի ձայն,
ոնց էր նվեր լինի ինձ, մի ծաղկե փունջ, մի ուրախություն միշտ